Այսօր մեր ժողովուրդը ապրում է ինքնության իր պատմության հազարամյակների ամենախորքային ճգնաժամերից մեկը։ Կարծեք չկա ձգտում ավելի բարձր նշաձողեր սահմանելու։ Կարծեք մենք ծույլ ենք, մենք մի բան վերցնում ենք, ասում ենք դե լավ է, ինչ է եղել։ Թերարժեքության ախտանիշը կարող է վերածվել թերարժեքության բարդույթի եւ մեզ սրբել տանել ուղղակի պատմության ասպարեզից։ Ատելությունը դարձել է թերարժեքությունը կոմպենսացնելու մեխանիզմ։ Իշխող էլիտան ինչ արժեքներ է քարոզում հասարակությանը, ստեղծվում է տպավորություն եւ ժամանակի ընթացքում ցեմենտվում, որ հասարակության մեծամասնությունը այդ արժեքների կրող է։ Ուսումնասիրությունների համար պետք է լրջագույն պետական մոտեցում, որպեսզի դու կարողանաս գիտական համայնք ստեղծել։ Եթե ժողովրդին պարտադրվում է ջնջել հիշողությունը, մոռանալ, դա ուղիղ ճանապարհ է դեպի ռևանշիզմ։ Պարակտումը ինքնահոսով է լինում, կառուցելու համար պետք է շատ ջանք։ Որպեսզի դու գտնես քո պատերազմում կրած դառը պարտության պատճառները, դու պետք է սկսես նորովի պարտության թելադրանքով ինքդ քեզ ճանաչել։ Որն է ըստ ձեզ հաղթանակի անատոմիան։ Մեզ պետք է մտքի վրա հիմնված, մտքի ինտելեկտի վրա հիմնված երազանք ունեցող իշխանություն եւ էլիտա,